Այսօր մեր ուշադրության կենտրոնում է աստվածային ուժ 1-2-3-ը։ Սա համաշխարհային ներդաշնակության մի ամբողջական առաջարկ է։ Փաստաթուղթը սկսվում է բավականին համարձակ պնդումով։ Թե ինչ, եկեք հասկանանք, թե սա իրականում ինչ է նշանակում։ Հիմնական գաղափարը նոր համաշխարհային մարմին ստեղծելն է, որը պետք է դառնա աշխարհի բարոյական կողմնացույցը։ Առաջարկվող մարմինը կոչվում է Միացյալ Վարպետներ կամ ՄՎ։ Եկեք տեսնենք, թե ինչ է սա իրենից ներկայացնում։ Հետաքրքիր է, որ ՄՎ-ն չի փոխարինում ՄԱԿ-ին, այլ դիտարկվում է որպես նրա հոգևոր լրացումը։ Այսպիսով, ՄՎ-ն դառնում է մի ամբողջ համակարգի առանցքը, առանց որի համընդհանուր եղբայրությունն ու զինաթափումն անհնար են։ Ուշադրություն դարձրեք, թե որքան մանրամասն է կառուցվածքը, այն ունի 9 առանձին մարմին։ Իսկ ինչու է այս ամենը անհրաժեշտ հենց հիմա։ Պատճառը աշխարհում աճող սպառնալիքներն են։ Խոսքը զոզի անվերահսկելի արհեստական բանականության եւ նմանատիպ այլ վտանգների մասին է։ Որպես լուծում, փաստաթուղթն առաջարկում է 9 կետից բաղկացած գործողությունների կոչ։ Մի տեսակ ճանապարհային քարտեզ։ Որքան հավակնոտ է ծրագիրը, տեսեք, նպատակ է դրված մինչև 2024-ը վերացնել զոզը։ Պարզվում է, սա նոր գաղափար չէ։ Այս առաքելությունն արդեն 30 տարվա պատմություն ունի։ Այս ժամանակագրությունը ցույց է տալիս, թե ինչպես է գաղափարը զարգացել սկզբնական մտահղացումից մինչև քաղաքական բարձր մակարդակ։ Եվ այս ամենը մեզ բերում է փաստաթղթի հիմնական նպատակին՝ կոչով դիմել Հնդկաստանի ղեկավարությանը։ Ըստ փաստաթղթի Հնդկաստանը հատուկ պարտականություն ունի, քանի որ առաքելությունը հենց այնտեղ է ծնվել։ Առաջարկը եռամաս է՝ դիվանագիտություն, ազգային քննարկում եւ ազդեցիկ դեմքերի ներգրավում։ Իսկ վերջնական նպատակը շատ կոնկրետ է՝ ստեղծել կենտրոնակայան մի շատ խորհրդանշանական վայրում։ Այսպիսով ունենք աշխարհաքաղաքական խնդիրների հոգևոր լուծման տեսլական, մի հարց, որ իսկապես մտածելու տեղիք է տալիս։